պետք է որ մեր ընդդիմության ուժերը ինչ որ ռեալ պրոյեկտներ մշակեն Եվրոպայի հետ։ Ես առաջարկել եմ շատ անգամ նախ կարելի է սեզոնային աշխատանքային վիզաների ծրագիր սկսել Եվրոպայի հետ եւ Միացյալ Նահանգների հետ իդեպ։ Միացյալ Նահանգները դա ունի Մեքսիկոյի հետ։ Մեքսիկացիներին տալիս են սեզոնային վիզաներ, որ նրանք կան աշխատեն եւ հետո վերադառնան իրենց երկիր։ Որ մեր մարդիկ գիտեք, մեր այսպես կոչված խոպանչիները կամ սեզոնային աշխատողները, որոնք իդեպ պահում են Հայաստանի կեսը, նրանք դա անում են, առանց դրա էլ դա անում են, այսինքն եթե լինի ինչ որ աշխատանքային վիզաների ծրագիր, ես կառաջարկեի, որ դա արվեր, դա կօգներ մեր ուսանողների փոխանակման ծրագրեր սկսվեին Եվրոպայի հետ։ Մեր մասնավոր ընկերությունները ուսանողներին թոշակ տային, որ նրանք կարողանան սովորել Եվրոպայում, հետո վերադառնալ հայրենիք։ Այդպիսի ծրագրեր կան Միացյալ Նահանգներում։ Այսա ռեալ ծրագրեր են, ոչ թե կիսախելագար մարդկանց 8 տարի խոսացնել, որ մենք դառնալու ենք Եվրոմիության անդամ, որը այդ բանն է, հեքիաթ, երեխաների համար հեքիաթ պատմելու տեղը ռեալ բաներ անել, Եվրոպայի հետ մշակել օրինակ էքսպորտի, իմպորտի ծրագրեր։ Մեզ որոշ կվոտաներ տան, որ մենք մեր արտադրանքը վաճառենք Եվրոպայում, մեր գյուղատնտեսական արտադրանքը կարողանանք վաճառել։ Սա ռեալ բաներ են, որոնք հնարավոր է անել, բայց սրանք ամեն ինչ դարձնում են թատրոն։ Ընտրություններից առաջ հեսա ինչքան Եվրոպայից մարդ կա բերելու են, այդ թիթիզությունը անելու են Երևանում, հետո եթե ընտրվեն Աստված չտա, Հայաստան արդեն չի լինելու դրանից, հետո արդեն կապել չունի ինչ կլինի։ Բայց այդ բոլոր խոստումները մոռացվելու են։ Այսինքն այո, սա ընտրակաշառքի նոր ձև է, փորձում են մեր ժողովրդին էլի այդ նույն խոստումները տալ, չնայած մեր ժողովուրդը երևի խելացի է, հիշում եք, քանի անգամ են իրենց խոստացել հրաշք, ինչ որ կյանք, միլիոնավոր կվերադառնան Հայաստան, դուք հիշում եք, այդ կախարդական փայտիկը, այդ գողացած միլիարդները, այդ կղզիները, այդ գործարանները եւ այլն, որ նրանք կգտնեն, հետ կբերեն, հիմա ստացվեց, որ իրանք դառան այդ նոր նախկինները, իրանք դառան եւ այդ կոռումպացված էլեմենտները, այդ օլիգարխները իրանց կողքը, նոր օլիգարխներն էլ ավելացան հենց իրանց ընտանիքի անդամներից, տեսեք թե ինչպես մեզ խաբեցին, այո արդեն 8-րդ տարի է սա շարունակ